Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գործի այն հատվածին, որը վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթին, ինչ փուլում է այդ վարույթը, կեղծ տեղեկանքի, այսպես ասած, առնչությամբ վարույթը եւ ինչ պիտի ակնկալել։ Սա շատ հակիրճ ներկայացնեմ, իրականում ինչա կատարվում։ Մենք այս գործի քննության ամենասկզբնական փուլում, երբ որ մեզ ներկայացվեց փաստաթղթեր, հասկացանք, որ հայաստանյան բանկերից մեկի, ավելի կոնկրետ Հայկական բանկի կողմից տրամադրված տեղեկությունները ճիշտ չեն, կեղծ են, չեն պարունակում այն ամբողջ տեղեկատվությունը, որը իրականության մեջ գոյություն ունի։ Ինչպես դա պարզեցինք, ուրեմն շատ պատահաբար պարոն Հայրապետյանի այդ ժամանակ գործարքներ կատարող իրավաբանական խմբի մոտ գտնվել էր փաստաթղթեր, որոնք ապացուցում էին բանկի կողմից ներկայացված տեղեկությունների ոչ ճիշտ լինել։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե այդ տեղեկությունները հանում եք գործից կամ դնում եք գործի մեջ, ամբողջ գործի էությունը փոխվում է։ Մեր հաղորդման հիման վրա 1 տարի ու կես առաջ քրեական գործը հարուցվել, որ պարզեն ով է կեղծել, ինչի են կեղծել, ինչի ապօրինի վարույթ սկսվել պարոն Հայրապետյանի նկատմամբ եւ ընտանիքի անդամներ 1 տարի ու կես այդ գործը տեղում դոփում է։ Ինչ նոր մենք ասացինք դատարանին։ Ասենք հարգելի դատարան, այն տեղեկությունները, այն հարցերի ճշտությունը, որը դու հիմա քննում ես, մենք հիմնավորել ենք, որ ի սկզբանե կեղծ է։ Կանգնեցրեք այս process-ը, որը հնարավոր լինի հետագայում այս process-ը իրավական նորմալ ընթացքով շարունակել։ Բոլորս էլ տեսանք դատարանը այդ process-ը չի կանգնացնում, դրան էլ հաջորդեց իմ գործընկերոջ բացարկի միջնորդությունը, պարզվեց հարգելի նախագահողը պարոն Հայրապետյանի հետ անձնական ոչ բարյացակամ հարաբերություններ ունեցել նախկինում, եղել է իր Զոնքաչի փաստաբանը 3 ացյաններում դատական ակտեր կան, որոնք պարտվել են, այսինքն ակնհայտ է, որ անձը դատարանը տվյալ դեպքում ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք ունի կողմի նկատմամբ։ Դա առնվազն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմքեր, որտեղ անկողմնակալ դիտորդ է նայում, ասում դուք մի ժամանակ կողմ եք եղել, ոնց կարող եք այս գործը քննեք, ինչի մասին է խոսքը։ Մակինյան, կներեք, դուք որևէ գնահատական ունեք այս քրեական վարույթի, ինչի՞ դա խայտառակություն է։ Դա իհարկե գնահատական ունեմ։ Դա խայտառակություն է։ Այդ քրեական գործով պետք է 1 ամսում գործ չկար այդ տեղանելու, պետք է պարզել ինչ հանգամանքների ուժով է այդ կեղծ տեղեկությունները ներկայացվել դատախազության, նույն դատախազությունը ինքը պետք է պարզել։ Դուք տեսաք դատախազության մեր հարգելի ներկայացուցիչի որտովում մեզ մի սովորեցրեք, մենք չենք սովորեցնում, ասում ենք, որ կառույցը իր պարտականությունները կատարի նորմալ, որ ամեն ինչ նորմալ է։ Պարոն Մակինյան, պատահական եք համարում, որ իշխանություններին առնչվող բանկի անունն է շոշափվում հենց այսպես կեղծ տեղեկանքի համատեքստ։ Ես 2018 թվականից հետո ոչ մի բան պատահական չեմ համարում եւ բացի պատահական չհամարելը համարում եմ նաեւ վրեժխնդրություն, համարում եմ փնթիություն, համարում եմ շատ դեպքերում անբարոյականություն եւ ուզում եմ ասեմ, որ շատ կարճ ժամկետներում դրանց գնահատականները տրվելու են այս կեղծիքների, որոնք կատարվում են։